Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքից 3 օր առաջ նրա հայրենի գյուղում Տաշիրից 10 կիլոմետր հեռու գտնվող լեռնահովիտում տեղի է ունեցել հոր Սարգիս Կարապետյանի 40-քի արարողությունը։ Գյուղացիները հաստատում են, որ մեծահարուստ որդիները մասնակցել են արարողությանը, հետո գնացել են Երևան պատարագի։ Ամենամոտ հարևանը Վոլոդե Հակոբյանն ասաց, 4 օր առաջ ոչ միայն լեռնահովիտի, այլև հարևան գյուղերի բնակիչները ներկա էին վաստակաշատ մանկավարժի 40-քի արարողությանը։ Դա 40-ն էլ ստեղ եղավ թաղումն էլ բան, հետո 40-ից հետո գնացել են իրանք պատարագի այնտեղ։ 40-ը գյուղում արեց։ Գյուղում, գյուղում արեն։ Մեծ 40։ Մեծ 40, մադաղով, բանով, սաղային։ Ամբողջ գյուղը մասնակցում։ Մենակ գյուղը չի, սաղ կողքի գյուղերն էլ։ Մենակ գյուղը մի 1000 հոգուց ավել մարդ էր այստեղ հավաքված։ 93-ամյա Կարապետյանը 1 ամիս առաջ է մահացել։ Նա 50 տարի տեղի դպրոցում ուսուցիչ է եղել, 30 տարի ղեկավարել այն։ Դեռ իր կենդանության օրոք 20 տարի առաջ, երբ 73-ամյա տնօրենը կենսաթոշակի է անցել, գյուղի ավականին, հետո նաև կառավարությունը որոշել է լեռնահովիտի միջնակարգ դպրոցը նրա անունով կոչել։ Շուտով դպրոցը 100 տարեկան կդառնա ու դրա պատմության կեսը կապված է հենց Սարգիս Կարապետյանի անվան հետ, ասաց տնօրեն Անդրանիկ Գալստյանը, որի աշխատասենյակում վաստակավոր ուսուցչի մեծադիր նկարն է, բայց տնօրենը հրաժարվեց մեկնաբանել մեծահարուստ Կարապետյանի հետ 3 տեղի ունեցածը։ Տնօրենը չի խոսում, մինչդեռ Կարապետյանների համագյուղացիները վրդովված են 3 տեղի ունեցած իրադարձություններից։ Ցույց են տալիս բարեկարգ գյուղի բոլոր անկյուններն ու նշում ամեն ինչ Կարապետյանների ներդրումներով է արվել այստեղ։ Մտքներով չեր անցնի, որ մի օր իրենց բարերարը հայաստանյան բանտում կհայտնվի։ Փաշինյան սխալվի։ Այդ Գարեգինից իմո ինք սխալվերը։ Այդ Սամվելին էլ քշեցին այդ Գարեգինի արանքում դուժվան։ Ինչու՞ մաս ամենամեծ սխալը։ Դու շատ գիտեմ այդ տերողորներով հասկանում։ Գյուղի բոլոր փողոցներն ասֆալտապատ են, նշագծված։ Այստեղ գեղեցիկ կանաչապատ պուրակներ ու խաղահրապարակներ կան, անգամ շատրվաններով։ Բոլոր էլեկտրալարերը գետնի տակով են անցկացվել։ Գյուղի բոլոր 500 տները, անգամ եթե անբնակ են, նույնանման կղմինդրե տանիքներ ու եվրոպատուհաններ ունեն, նույնատիպ ոճով երեսպատված են։ Բնակիչների հավաստմամբ այս ամենը Կարապետյաններն են արել, անհատույց։ Այս ինչ կա նայում եք, չէ՞, այս լեռնի Կրիշներն էլ իրանք են արել։ Առանց կոպեկ, առանց որևէ մի կոպեկի։ Սամվել Կարապետյանը այս կարդոշի գլխին կայնած նայելա, ասա կարելի է գյուղի կրիշները լեռին մի գույնի սարքել, ու դից էլ արեց։ Ժողովրդի վիճակ ոչ թե այս գյուղ ապրում է որպես գյուղացի, իր հոգսերով լցված, այլ ունի քաղաքական ոճ, որովհետև ինք ամեն ինչով ավելին մոդիկ, ավելին ինք բարելավել ամեն ինչ, անգամ գյուղում ջուր էլ չի եղել, ջուրն էլ են ամեն ինչ։ Ոչ միայն լեռնահովիտում, այլև Տաշիր քաղաքում բնակիչները կամ մեծարում էին Կարապետյաններին, կամ նախընտրում չխոսել այդ թեմայով։ Ես չգիտեմ աղջիկ ջան, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Ես տեղի բնակիչ եմ։ Բա որտեղ։ Ժամանակ չունեմ։ Ճիշտ եղավ, ճիշտ չեղավ, ինչով ազդում դա Տաշիրցու վրա։ Իրանք ռազմիրատկան են։ Ինչի, երեկվա իրադարձությունների հետ կապված, որպես Տաշիրցի չեք ուզում։ Չէ, շնորհակալ չեմ։ Տաշիր քաղաքում հանդիպեցինք Սամվել Կարապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության աշխատակից Նշան Խաչատրյանին։ Նա ևս վրդովված էր իր գործատուին միլիարդատեր Սամվել Կարապետյանին 3 կալանավորել են։ Պնդեց, թե վարչապետի երեկվա հայտարարություններն էլ, թե էլցանցի աշխատակիցներին ստիպողաբար ցույցերի են տանում, իրական չեն։ Տաշիրի էլցանցում որևէ քննարկում տեղի ունեցածի մասին չի եղել, ու որ ինքն ու իր գործընկերներն էլ երևանյան ցույցերին մասնակցելու հրահանգներ չեն ստացել։ Ինձ ոչ ոք չի ստիպել, որ ես գնամ ու ես չեմ գնացել Երևան։ Ու չի ստիպել։ Ինձ գործիցը չեն ազատի միանշանակ։ Որ չեմ գնացել, այո։ Ով որ հիմա պետականացվի դուք կշարունակեք աշխատել։ Չգիտեմ։ Ժամանակը ցույց կտա։